Ողջույն բոլորին, սա Երևան Live podcast-ն է, նոր podcast, այսօր ես եւ իմ գործընկեր Ռիմանային կվարենք, մենք այստեղ քննարկելու ենք TikTok-ի, Instagram-ի, Facebook-ի Reels-եր, YouTube-ի Shorts-եր, որոնք որ ամենաշատ դիտումներն են հավաքում, ամենամեծ հետաքրքրությունն են առաջացնում հանրության շրջանում, նաև դրանց մեջ կփորձենք տարբերակել, որոնք են իրական, որոնք cringe, որոնք AI, այսինքն նաև այդ տարբերակումը կփորձենք տալ, շատ տարբեր թեմաների մենք կանդրադառնանք եւ Ռիման թող շարունակի մնացածը ասի, եւ ինչ է կանելու։ Իհարկե Տիգրան ջան, քանի որ սա մեր առաջի եթերաշրջանն է, մենք այսօր չունենք հյուր եւ որոշեցինք թիմով, որ մենք գործընկերներով կվարենք այս հաղորդումը։ Որպեսզի բոլորին ներկայացնենք ինչ ենք ուզում անել, թե չէ հյուրեր հետո արդեն շատ կունենանք, իդեպ արդեն կոմենտներում մեր դիտողները կարող են նշել, թե ում կցանկանան տեսնել մեր տաղավարում, երբ որ ես կամ Ռիման առանձին կկանչենք մեր հյուրերին, ընդհանրապես շատ հետաքրքիր է դարձել օրինակ հենց անձամբ իմ համար էլ, թե մարդիկ ինչ են սիրում դիտել, ինչ թեմաներն է իրանց հետաքրքրում, ինչով են ապրում, որովհետև տարին տարվա վրա այնքան շատ բան է փոխվում, օրինակ բաներ կա, որ այս տարի կարող է եղել հետաքրքիր, բայց օրինակ գալիք 2026-ին արդեն դա մարդկանց բացարձակապես չհետաքրքրի ու նմանատիպ վիզիոները նույնիսկ դիտումներ չհավաքեն, կարող է ալգորիթմները սկսեն ուրիշ ձև աշխատել։ Արի թերթենք, տեսնենք ինչ ունեն, ինչ ռիլեր ունեն, տեսնենք ինչն է ակտուալ, ինչն է հետաքրքիր թվացել։ Այ օրինակ առաջարկում եմ խոսենք Ամանորիվա մեր միջոցառման մասին, տոնը։ Ուրաբարակի տոնաձևի բացման մասին։ Ես հիմա հենց վիդեոն եմ նայում։ Ինչ կասես, ես կարծում եմ այս տարի շատ շքեղ, շատ սիրուն, լավ կազմակերպված ու իրոք եմ որ sense հեքիաթային մթնոլորտ կար քաղաքում։ Իմ համար շատ այս տարի իրոք ես կարծում եմ շատ Այս տարվան ավելի լավներ կան նախորդ տարիներին, ես համաձայն եմ, շատ սիրուն էր ամեն ինչ կազմակերպված, քաղաքը շատ լավ ազարդարված, առասարակ ես կողմնակից եմ, որ տոնական տրամադրություն լինի մայրաքաղաքում եւ մյուս քաղաքներում։ Հեսա նույնիսկ մենք կարող ենք հեսա մյուս քաղաքների մասին էլ խոսենք, որովհետեւ ես որոշ տեղեր եղել եմ, կարող եմ ասել, թե Երևանից դուրս էլ որտեղ է շատ սիրուն զարդարած։ Բայց հիմա այս բանին խոսենք Երևանի մասին ու առասարակ նաև մարդկանց արձագանքների մասին։ Օրինակ ոմանք կարծում են, որ պետք չի այդքան գումար ծախսել, քաղաքը զարդարել, ունենալ տենց թանկանոց զարդարանքներ, գեղեցիկ տոնածառ, օրինակ դու ինչ կարծիք ես դրա մասին։ Ես կարծում եմ իրականում, որ նախ առաջինը ինքը հեքիաթային տոն է, քանի որ ու ամենաառաջնեն ինքը երեխեքի համար է։ Իհարկե մենք էլ ենք այդ հեքիաթի մեջ, բայց կարծում եմ, որ պետք չի նման նեգատիվ ձևով տրամադրել, քանի որ առաջին երեխեքը պետք է ուրախան, նաև մենք ենք առօրյայից կտրվում, տրամադրություն, այո, մեր տրամադրությունն է փոփոխում կարծում, մենք էլ ենք ինչ-որ պայտակ կտրվում այդ բոլոր խնդիրներից առօրյայից, չգիտեմ, ինչ կասես դու։ Ինձ դուր է գալիս, ես չեմ օրինակ չեմ սիրում նույնականացնել խնդիրները նման հարցերի հետ, որովհետև խնդիրները միշտ կան ու լինելու են։ Անոնց ասենք Հայաստանի նման երկրում, որ փոքր երկիր է, պատերազմա տեսել, լիքը ուրիշ խնդիրներ ա տեսել, բարձա որ դրանից հետո շատ մարդիկ տարբեր տեսանկյուններ են նմանատիպ հարցերի, միջոցառումների, շոուների եւ այլնի հետ կապված։ Չէ, ես գտնում եմ, որ շատ լավ է, ամանորը պիտի լինի գեղեցիկ զարդարված, որովհետեւ դա ամանոր է։ Ուրիշ էլ բացատրություն չունի։ Նշանակ համամիտ եմ քեզ։ Ու ուզում եմ ավելացնել, որ ես ուղղակի հիացել եմ ապարան քաղաքի զարդարանքներով ամափել։ Կարող եմ կիսել քո այդ կարծիքս, այո։ Շատ մեծ ծավալի աշխատանք են արել, հեքիաթի մեջով է կանցնում տեղով անցնելուց, երևի կարելի է իրենց շնորհակալություն հայտնել այդ մեծ աշխատանքի։ Բայց Տիգրան ուզում եմ քեզ նշել, որ ապարանը իրականում ես տարիներ շարունակ հետևել եմ, ինքը միշտ նոր տարվան շատ այտենց էլի գեղեցիկ ձևով պատրաստվել է ու ամեն ինչ ուզեցել անի, որպեսզի իրոք երեխեքի համար, այնտեղի բնակիչների համար այտենց հեքիաթային մթնոլորտ ստեղծվի։ Այնպես չի, ասա առաջի տարին է, իհարկե այո, այս տարի ավելի գեր շքեղ արել ամեն ինչ, բայց ապարան կեցես։ Կարծում եմ, որ ապարանցիները ունեն շատ լավ բնավորություն, իրենք sense համակարգված աշխատում են ու երբ որ օրինակ ես վերջերս նախ այդ տոնածառը մի հատ շուռ եկավ եղանակային պայմանների պատճառով կամ ու ուժեղ կամ ու շատ կազմակերպված, շատ կազմակերպված, իրանք դա նորից վերականգնեցին, բայց մինչև էդ էլ ամիսներ առաջ ապարանում տորնադո եղավ,
Հաջորդ օրը ամբողջ քաղաքը կպել էր գործի, միանգամից 1-2 օրվա մեջ ամբողջ ապարանը sense վերականգնվեց, տանիքները սարքեցին, բոլոր գործերը արեցին։ Իմ կարծիքով ապարանցիներին կարելի ասեն ծափահարել, որտեղ իրանք շատ լավ ամուր բնավորություն ունեն ու շատ աշխատասեր են։ Ապարանցիները Հաստատ կեցեն ապարանցիները։ Այդ միանշանակ ֆիքսեցի, որ կեցեն ապարանցիները, թող մյուս քաղաքներում իրենցից օրինակ վերցնեն, էլի։ Կարծում ես ապարանցիները շատ կսիրեն։ Հա, այս իմ կարծիքով այս առաջի մեր ոդքասթի դիտումների մի հատ մեծ մաս ապարանից արիելու շատ լավ է։ Կարելի է հայրենասիրական երգ դնել, չէ՞ դա ապարանի մասին։ Այդպես։ Դե արի ու Այդ տեսնենք էլ ինչ ունենք, ինչի մասին կարող ենք խոսել, որովհետև ինչն է շատ ռիլը։ Ու բայց դա ավելի շատ խանգարում է, այդ շատ ռիլերի արկայությունը, ընտրություն կատարել թե որ մեկի մասին խոսենք, մեր գործը շատ է դժվարացնում, մենք իրականում շատ բարդ բան ենք ընտրել։ Ահա, հիմա տեսնեմ։ Տեսել ես, նա ինչ տեսա։ Քաղաքում մի հատ շատ հայտնի շունիկ կա։ Մեծ Գերդայ անունը, ինքը երևի շուրջ 10 տարի կենտրոնում, իրան բոլորը ճանաչում են, ես ինքս իրան շատ եմ բազմից անգամներ կեր եմ տվել։ Այն մեջ շունը։ Հա, Դա գիտեմ։ կոմպլիկ շունը, վատ առողջ է դա կամավորների մի խումբ գնացել են, այդպես իրան տեղափոխել են ինչ որ վետ կլինիկա եւ պարզվեց շատ վատ տեսակի քաղցկեղ ունի, այդպես, բայց կար երկու ընտրություն։ Արեցող մեր շունա, չէ՞, մեծ։ Հա, ինքը 10 տարեկան ու ինքը քաղցկեղի տեսակ ունի, որ ոնց որ սկսում են ոսկորները փոթել, այսպես ասած, կներեք, չգիտեմ։ Իսկ այդ դեպքում որն է ճիշտ լուծում, որ շարունը փորձեն բուժեն, ինքը թե շարունակի ապրել, թե Հիմա դա երկու տարբերակ կար, կամ իրան քնացնում են, կամ էլ դեղերով ինչքան որ կկարողանա ապրել, ցավազրկողներով, կարող են այդ հաբերը իրան տալ եւ այլն ու ինքը ապրի եւ կամավորները ընտրեցին երկրորդ տարբերակը, էդի կեցն իրոնք, ես ինքս շատ կենթանասեր եմ ու իմ համար շատ կարեւոր է, որ նաեւ իրականում այդ կուլտուրան կենթանասիրության մեր ազգի մեջ, որ ինքը զարգանա, որովհետեւ տեսնում ես ինչքան շատ է բռնությունը կենթանիների հանդեպ մեր այս փոքր քաղաքում։ Իմ կարծիքով զարգանում է, ու մի հատ էլ լավ լուր ասեմ սրա հետ կապված, ինչ որ մեկը որ մեքենային կապած շանը քաշեր տվել, իրեն 900,000 դրամ տուգանեցին։ Ոյ, չեմ Հա, տեսել։ չնայած որ ես դա լուրով եմ տեսել, ռիլզով չեմ տեսել, որ հիմա գտնեմ ցույց տամ, բայց շատ ուրախացա, կարծեմ հենց Օվսաննան էր ստատուս գրել Բինգոյի ղեկավար Օվսաննան, հա, հիմնադիրներից։ Հա, շատ լավ է, որովհետև մարդիկ, ովքեր տենց կենթանիների հանդեպ առանձնակի դաժանություն ունեն, իրենք դա կիմանան, գրպանին կպնելը լավագույն պատիժն է, մանավանդ տենց խոշոր չափի գումարով տուգանելը, օրինակ եթե դա լիներ պայմանական 10,000 դրամ, ես կարծում եմ, որ ինքը նույն ազդեցությունը չէր ունենալու, բայց 900,000 դրամը դա բավական խոշոր գումար է, մեծ գումար է ու կարծում եմ, որ արդեն դա բավական զսպող մեխանիզմ կհանդիսանա այդ հարցում։ Ես էլ եմ կենթանիներին շատ սիրում, ճիշտ է, իմ մոտ առաջի տեղում կատուներն են, հետո մրուշները, բայց երկուսին էլ շատ եմ սիրում, այնց որ Ես էլ կատու ունեմ, էս էդի համ շուն եմ, համ կատու, էս որ ովքեր որ կատու սիրում են, շատ հետաքրքիր բան կա։ Վերջերս դա ես մի հաղորդման էի, Ռոզին ասեց Ավետիսովա, շատ ճիշտ միտք ասեց, ես իր միտքը ուզում եմ ցիտեմ, ասեց նրանք, ովքեր առաջնահերթ կատու են սիրում, իրենք նաև սիրում են շներին, բայց շուն սիրողների շատերը կատուներին չեն սիրում։ Նրանց հետաքրքիր բան ասեց։ Օրինակ քեզ ոչ։ Չէ, առաջի տեղում ում մոտ որ կատուներն են, իրենք շներին էլ են սիրում։ Ես մարտից շունն եմ։ Առաջինը շունն, չեմ ասում բոլորը, բայց շատերը կան, որ մենակ շուն են սիրում, շատերը կան։ Իսկ օրինակ կատու սիրողները հիմնականում իրենք շներին են լավ վերաբերվում, եթե անգամ առաջի տեղում կատուն է իրենց տանում։ Ես էլ վառ օրինակ էլի այդ առումով։ Ես մինչև որ դու ասեցիր, ես մի ռիլի էլ հանդիպեցի ու այս թեման ինձ իրոք շատ հետաքրքիր է։ Ուրեմն մեր երիտասարդությունը վերջերս sense հետաքրքիր մի հատ տենդենս էր Երևանում նկատվում։ Ես այս հարցերը իմ ընկերների հետ շատ եմ քննարկել ու շատ լավ առիթ է դա հենց ոդքասթի շրջանակներում միասին քննարկելու ու նաև ակնկալում եմ ակտիվ կոմենտներ այս թեմայով, էլի, որտեղ ինձ հետաքրքիր է, թե մեր դիտողները ինչ են մտածում սրա մասին։ Ասեմ։ Դա մի քիչ sense ինտրիգը պահեմ նոր ասեմ։ Ուրեմն մեր երիտասարդները sense կախվում են տրաֆարետներից, որի վրա որ գրված է, չգիտեմ, փողոցների անունները, օպերա, Պուշկինի փողոց, Տերյան փողոց եւ այլն, այդպես սպորտային մարմնական բարային շարժումներ են կատարում ու հիմնականում սա ես ոնց հասկացա
ինչ որ հայտնի դառնալու, ուշադրություն գրավելու, դիտումներ հավաքելու այլ մոտիվացիա ես սրա մեջ չեմ կարողանում տեսնել, թե ինչի, օրինակ մարդ կարող է տուրնիկից կախվի ժիմանի, դա հասկանալի է սպորտ է, բայց այս պարագայում այս մոտիվացիան մենակ բացատրում եմ նրանով երիտասարդների մոտ, որ իրենք ուզում են դրանով աչքի ընկնել, լայքեր եւ դիտումներ հավաքել ու նայում եմ իմ հետևորդներից, իմ ընկերներից շատերը լայքել են, նույնիսկ ում որ ես ճանաչում եմ, նենց չի էլի, որ ինքան անտեսվել է, շատ շատերն են լայքել, այդ թվում նաեւ իմ ծանոթ շատ մարդիկ ես կոնկրետ ավելի շատ սրան բացասական եմ վերաբերվում ու կարող եմ բացատրել թե ինչի։ Ես որ անկեղծ ասած որ տեսա կներեք։ Արի առաջինը քո կարծիքը լսեմ թե ինչի դու չես հավանում այդ ինչ որ իրենք անում են, հետո ես էլի ասեմ։ Ասեմ, ես ինքս որ տեսա իրականում իմ մեջ զայրույթ դառնացավ, որովհետև նախ առաջինը ապականում են քաղաքը։ Կոտրում են եւ այլն, երկրորդը կյանքի համար է իրանց վտանգավոր, իրանք չեն գիտակցում էլի ինչ կարող է լինել, որ դա կոտրվեց, իրանք կընկան։ Ինչ հետևանքներ են։ Չէ, կարող մի թեթև ցավ է, տեն շատ բան չի։ Դե իմը չես կարող իմանալ։ Շատ բարձր չի, չէ, դիրքը։ Ես տեսել եմ, որ երեխեքն են անում ներկայ։ Հիմնականում դեռահասներ, բակավիններ երիտասարդներ, որ ինչ որ մեծ տարիքով անի, որովհետև ինչ լինի, իրանք բարձրանում են այդ հատվածում, չէ, կախվում են։ Իրականում դա շատ վատ բան է, չգիտեմ, ինձ համար դա բարկություն։ Ես ավելի շատ հոգեբանական կողմին եմ ուզում անդրադառնալ, որովհետև պրինցիպի իմ համար մեկ է, որ ընկնեն իրանց ոտքը մի քիչ ճղվի, ես շատ չեմ նայվի դրանից, թող իրենք դրա մասին մտածեն, չէ, լուրջ վնասված չեմ ցանկանում որ անեն։ Երեխեք են, էլի։ Իմ տեսածները երեխեք չեն, իմ տեսածները հիմնականում 18+։ Չէ, ես չեմ տեսել 18+, ես փոքրների եմ տեսել, ինչ որ 10, 14 տարեկան։ Չէ, իմ տեսածները 18, 20, 21, 22 sense տարիքի հիմնականում անգամ երկու հոգու էլ ճանաչել եմ ճիշտ որ ասեմ, բայց ես սա բացատրում եմ հետևյալ կերպ, օրինակ այս վերջի ժամանակների մանավանդ որ մեր թեման հենց այս ռիլզերը քննարկելն է, ռիլզերի ի հայտ գալուց հետո աչքի ընկնելու ցանկությունները մարդկանց մոտ արտահայտվում է ուրիշ ձևերով, ուրիշ մեթոդներով, օրինակ ժամանակին ես ինքս որպես դերասան կարող եմ ասել, ես երիտասարդ ժամանակ այդ տարիքում որ ուզում էի հայտնի դառնալ, ես մտածում էի ոնց անեմ կինոյում նկարվեմ, որ ինձ ճանաչեն, էլի կամ սերիալում օրինակի համար, կամ թատրոնի բեմ բարձրանամ։ Իսկ օրինակ իրենց դեպքում կարող է մի հատ ինչ-որ sense պահիտակ մտածած մի չեմ ուզում վատ որակումով տամ, բայց մի հատ ինչ-որ ոչ այնքան խելացի գործողություն իրենց դարձնում է բավական հայտնի, բայց դա իհարկե շատ ժամանակավոր հայտնիություն է։ Այդ հայտնիությունը չի մանետիզացվում այն տեսանկյունից, որ հետո դու դրանով նենց չես աչքի ընկնում, որ քեզ մի հատ ինչ-որ ուրիշ աշխատանք առաջարկեն, ասեն վայ դու այդ վիդեոյի մեջ այնքան լավն է իրարի միած տեղել նկարահանվի, օրինակ տենց բաներ չի լինում, էլի դրա համար ես ավելի շատ գտնում եմ, որ սա վատ տենդենս է այն տեսանկյունից, որ հաջողության հասնելու եւ հայտնի դառնալու համար մեր երիտասարդները ընտրում են շատ հեշտ ու բավական էժանագին ճանապարհ։ Օրինակ ինձ շատ են դուր գալիս, եթե ինչ որ նենց կոնտենտ ա լինում, որը որ իր մեջ գոնե մի քիչ միտք ա ունենում, բովանդակություն անձնանում, հա, բովանդակություն ունեցող կոնտենտների ես հանդիպում եմ։ Մենք դրանց էլ անպայման ժամանակի ընթացքում կանդրադառնանք ու լավը մատնանշելու համար հատկապես, նաև հյուրեր կկանչենք, ովքեր որ ստեղծում են այդ կոնտենտը, բայց ես օրինակ չեմ ողջունում sense տարբերակով, մյուսն էլ արդեն դա կարող է վերածվի վանդալիզմի, օրինակ քաղաքում ինչ որ բան կոտրելը, ոնց որ դու ասեցիր, վնաս պատճառել այս քաղաքին պետք չի, սա մեր քաղաքն է, մեր երկիրն է, որի համար մենք նաև պատերազմներ ենք ունեցել, զոհեր ենք տվել, որպեսզի այս ամեն ինչը մենք ունենանք, պահպանենք։ Նաև լավ կլինի, որ ծնողներն էլ իրականում իրանց երեխաներին անգամ հիմա քանի որ թրենդի դարաշրջան է առհասարակ, մենք ենք, այսինքն մեծ մարդիկ, ով որ երեխաներ ունեն, իրենք էլ գիտեն են թրենդերի մասին, ու լավ կլինի, որ իրանք էլ անգամ իրանց երեխաներին զգուշացնեն, թե ինչ կարելի է նկարել ու ինչ չի կարելի նկարել։ Իսկ ես կարծում եմ, որ հիմա ծնողների ազդեցությունը հատկապես թրենդների հետ կապված շատ քիչ է երեխեքի վրա, որովհետև ծնողները շատ հետ են նկարում, կամ նկարում են, կամ էլ հետ են այդ թրենդներից։ Ես օրինակ նկատում եմ, որ այս պահի դրությամբ մեր sense ճակերտավոր կամ առանց ճակերտների արագ զարգացումը, sense բավական լուրջ զարգացումներ է վերջի 5 տարում ապրել աշխարհը, այդ թվում նաև Հայաստանը, այդ զարգացումը գնում է մտածելակերպի մասին եմ ես խոսում, մտածելակերպ, պահվածք, առօրյա կյանք եւ այլն։ Հիմնականում այդ թրենդների հետ կապված ծնողները բավական հետ են, 40+ մարդիկ, բավական բացառություններ կան իհարկե, բայց մեծամասնությունը ովքեր իրենց առօրյա գործերով են զբաղված, աշխատում են եւ այլն, որպեսզի իրենց ընտանիքը պահեն, իրենք թրենդների տեսանկյունից բավական հետ են։ Մաքսիմում կարող է թերթեն մի երկու բան տեսնեն, տենց բոլորի ձեռքին էլ հեռախոս կա, բայց երեխեքի վրա, երիտասարդության վրա ազդեցություն կարծում եմ, որ ծնողները օրվա վրա ավելի քիչ ունեն, քան առաջ։ Հա, համաձայն եմ, այդ իրականում
կյանքի ոչն է այդպիսի Կյանքը դառը, ոչ է որովհետև ամեն ինչ բարդացել է, մարդիկ հիմա ավելի շատ են ջան գործադրում, որպեսզի ավելի շատ գումար վաստակեն, ու այսինքն իրանց ամբողջ ժամանակը տրամադրում են աշխատանքին։ Լավ, արի տեսնենք էլ ինչ կա։ Արի մի հատ խնդրում եմ, էլի իմ ամենասիրած մեմին անդրադառնանք։ Ես ուղղակի այս մարդու համար ես ուղղակի խենթանում եմ։ Իսկ ինչ է անում այդ մարդը։ Ինքը վետ լսի։ Մեկ որ շուկան փակվել է։ Ես գուզեմ որ ես մորորակն քանդվի, ես աշխարհն ավիրի, երկրաշարժերի, 50 բայ երկրաշարժերի։ Որը մահանա։ Ինչ է բայց նման բան ուզում։ Լավ եմ անում։ Լուր ամենասիրելի մեմս է, լուրջ եմ ասում հայկական։ Հումորի տեսանկյունից է իրականում հույս ունենանք, որ այդ մարդու ասածը չի լինի։ Բայց ինչու երբեմն իրոք ես էլ եմ դա ցանկանում։ Ու տեսնես ինքը, հա։ Որ արդեն դիքնալից։ Ճիշտն ասած, չէ, ես կյանքը շատ թանկ եմ գնահատում ու ուզում եմ, որ ոչ մի բարանոց երկրաշարժ չլինի։ Ու անգամ Թուրքիայում, որովհետև մեր տարածաշրջանն է, երբ որ Թուրքիայում երկրաշարժ է լինում, ես այն ուրախ սմայլիկ դնողների թվին չեմ դասում, որովհետև մի քանի կիլոմետր է էլի հեռու, մտածում եմ մեր տարածաշրջանն է, թող աղետներ չլինեն, որ հանկարծ մեզ էլ դա չհասնի։ Մարդը, все-таки կյանքը, Բայց այս մարդը մեզնից շատ է ապրել, կարող է մի բան գիտի, որ ասում է։ Չգիտեմ, արի մի քիչ լուրջ չտանենք այս մեմը, որովհետև զուտ զվարճել է, իրոք այս մարդու ասել է, ինքն էլ ասաց, որ գումար կա իր ասացի մեջ։ Բնականաբար, Իրոնիա եմ զգում։ բնականաբար, կս կոլորիտային դավ պապիկ էր։ Դե լավ, արի տեսնենք էլ ինչ կա։ Ոնց որ վիդեո նայողները ես եմ այսօր ռիլե։ Ես էլ եմ նայում, ես էլ եմ փորձում։ Շատ բաներ, հետաքրքիր վիդեո եմ տեսել, հարսանեկան, ինձ չգիտեմ, սրտից դիպչեց։ Լիդիայի հարսանիքն է։ Լուդիան լավ չկա հարսանիք է։ Սենց անակնկալ են իրաներեն, ինձ բաներ, իրական էր իր էմոցիաները, ապրումները։ Ոնց հասկացա ընկերուհին է եկա Ամերիկայից, անակնկալ։ Ինչքան դիտում ունի։ Շատ դիտումները։ Չեմ կարող ասել սենց։ Սա։ Ինքը ռեկ է, ինձ մոտ է։ Լավ, որ հաճելի բաների էլ են անդրադառնում, որ գրական էմոցիաներ են տալիս։ Նախ ասեմ, իրականում մի հատ բան ասեմ Տիգրան, թեմայից դուրս, ես շատ ուրախանում եմ հիմա, որ Հայաստանում զույգերը ամուսնանում են։ Իմ կարծիքով դա այնքան բարդ բան է դարձել, ասենց որ վիդեոներ եմ տեսնում, որ հարսանիք համարտիկ ամուսնանում են, անխտիր բոլորին սրտիկ եմ դնում ու սրտանց ուրախ։ Լավ, դուք ամուսնանում եք, հանկարծ չբաժանվեք։ Այո, գոնե ամուսնանում են, այդոն չգիտեմ, բայց էլի լավ է, որովհետև հիմա գիտես, ամեն շատ ցած ազատ է կյանքը եւ այլն, շատ քիչ են սկսել ձևավորվել ընտանիքներ եւ երբ որ տեսնում Դաժանություններն էլ շատ դասել։ Շատ։ Ու շատ ուրախանում եմ դրա համար, ու չգիտեմ, դիզայ վիդեոները նայելը, նա շատ ցած անկեղծ էմոցիաներ եւ այլն, ուրախ հարիտեկերին եկել Ամերիկայից, անեպեն կարմիզում, ալացում։ Ու լավ է, որ դա գնահատվում է դիտողների կողմից։ Հենա 3 միլիոն է դիտումը վիդեոյին։ Պատկերացնում ես։ Փաստորեն ինպես մարդիկ շատ են։ Շատ ուրախանում։ Sure, ես էլ։ Լիդիա ջան, երջանիկ լինես, բախտավոր լինես, ինչ ասել, տարոսնել ինձ։ Գնացինք, նայենք էլ ինչ։ Գնացինք։ Ինչ որ լայվ վիդեոները դու ես գտնում։ Շուտ քեզ են հանդիպում։ Ես էլ նորից նույն բաներին եմ հանդիպում, ինչի մասին արդեն խոսել ենք։ Ես նես բաների եմ հանդիպում, որ շարժի դրանց մասին խոսել։ Բայց Լավ, ես եմ ուրեմն եւս մեկ վիդեո առաջարկում Տիգրան։ Давай։ Արման Ծառուկյանի վիդեոն տեսել ես UFC-ում։ Վերջի հաղթանակը դիտում ունի։ 4 միլիոն դիտում։ Սարակ ես շատ հպարտամ։ Վերջի հաղթանակը տեսել եմ շատ լավ բո էր։ Ես դա շատ եմ գնահատում։ Ես ինքս արդեն 20 քանի տարի մարտարվեստներով եմ զբաղվում, հենց որ իմ համար ինձ կրկնակի ավելի հաճելի է որ տեսնում հայերը հաղթում են։ Ես էլ ինքս շատ եմ ուրախանում։ Մանավանդ Արմանի իրոք հաջողությունները, մանավանդ հայերի համար իրանք շատ մեծ բարձունքներ են, էլի։ Ու իրականում, եթե Արման Ծառուկյանը մեզ դիտի, ես շատ ուրախ կլինեմ ու կուզեմ իրան ասել շատ շնորհակալություն, որ նման մեծ գործեր է անում մեր հայ ազգի համար ու ինքը հաղթում է ու առաջ է գնում։ Հայկական դրոշն էլ բարձր պահում եւ ծածանում։
Դու ոնց որ Արման Զարուկյանին շատ ես սիրում։ Հա, ես բոլոր հայերին եմ սիրում, իրականում բոլոր հայերին։ Իսկ տեսել ես այն վիդեոները, որ Արման Զարուկյանը ասես մեծ ուտելիքներ ա դնում իր առաջ ու ուտում ա օրել։ Այո։ Աֆրոժակատ բացում է ժամանակ։ Նաև եթե Արված Արուկյանը սա էլ դիտի, կուզեմ պատասխանեմ իրեն այդ վիդեոներին, որ երբ որ ես դիտում եմ դա, ես ակամայից ուզում եմ ուտել։ Արման Զարուկյան ջան, մերսի։ Մենք կչանք։ Նույնիսկ եթե կուտես լինում։ Հա, շատ ախորժալ է, դու տեսած, սենց վերցնահաց է կարակա վրան քսում, այդ սև խավիարն է իկրանա, այսպես ասած դնում։ Ես ուտել շատ եմ սիրում, բայց եթե կուշտ եմ լինում, այդ պահին ինձ ուտելիքը դուրս չի գալիս։ Չէ։ Հա, իմ մոտ պետք է այն պահը լինի, որ ես ուզենամ ուտել, Ես միշտ պատրաստ եմ Տիգրան։ Հա, ես Արման Զարուկյանին կարող եմ շնորհակալություն հայտնել այն պահերին, երբ որ ես այդ վիդեոն նայում եմ ու ես եմ սովացնի։ Հա, այդ ժամանակ ինձ կարող։ Բայց ինչ է, կեցի։ Մի խոսքով ամփոփելով, հա, Արման Զարուկյանի թեման, արի մեր հաջորդ Տեսնենք ինչ կար։ ռիլին անդրադառնանք, հա, ես ճիշտ նայած ես վերջերս ահագին բաներ նկատել եմ, բաներ կա sense մտքիցս դուրս ա եկել, դրա համար երևի թերթենք նորից տեսնենք։ Տեսնենք ինչ կա, հա, մի հատ հետաքրքիր։ Բայց Հա, արի ասեմ, արի ես առաջարկում եմ այս անգամ մենք Հորային ռիլի անդրադառնանք։ Ես փոքր ժամանակվանից միշտ վախում էի դեռ։ ես տեսել եմ իրեն, գիտես, չէ, ռեկում եք։ Ես թվում է արդեն բոլորն էլ տեսել են սա։ Սյուշի կանացա, սիրտս կկանի։ Վախում եմ կանացա, էլի սիրտս Սիրտը խառնում, կանում, հա։ Լավ ես։ Հա, նորմալ, հերասպաս։ Նեղացար ինձ։ Հա։ Ես ասում եմ վախում եմ, դու շահուլակում ես քշելը։ Ես չեմ սիրում այտենց էքստրեմալ բաներ, ես չեմ սիրում, ես խաղաղություն եմ։ Դեպք դինարես շատ։ Դի չգիտեմ։ Հիմա որ սենց մտածում եմ։ Չեմ տեսնում ապագամեր մեջ։ Եվ կներ։ Էլ չանես այտենց բաներ։ Դե լավ ալի, այս մուշ կարնեմ ուտենք, ինքը ավելի էքստրեմալ։ Սենց կարողam ուտենք, է։ Սա ավելի սենց խաղաղ կյանք եմ սիրում ավելի ուզում եմ հանգիստ ընտանեկան, նստեմ ու կոֆե խմեմ։ Սիրուշիկ դու ինչ ես սիրում ուտել, սվանֆի սիրում ես, պերանին դրանֆի։ Տեսա գլան խանում, Դու պրեամիկ սիրում ես օրինակ։ պենանքի Ես էլ շանխանում, Վաֆլի։ դես մամանիք։ Սիրում եմ, բայց գիտեմ։ Սիրուշիկի մանպանան կարնիս։ Ահա mən մի հատ կոշիկ ունեմ։ Հա, Շտապի հա, բոքվում է։ հա, Կարես։ հա, մի հազար դրամի գործա, բեն կան։ Լավ։ Կբերեմ, հա, այս երկու օրը։ Հա, այդ դեմ եկե մի հազար դրամի մանա։ Ականի։ Երկու անգամ ասում եմ, բողը բերի է։ Կողով Աֆրիկայի։ Այս սինխանուն է 200։ Ասի էլի լա։ Այդ 200 է 500 մի հատ կոշիկի կանոտ կամ փոքրենու գինը։ Ինքը գինես ոնց հա ասենք փողի արժեք չի հասկանում։ Չէ, դուրս չեն կավ։ Չգիտեմ երկրորդ շանս տամ իրան թե չէ։ Ես իրան երկրորդ չաս հաստատ չեմ տա։ Որ մաման հարցնի, հանկարծ որ մաման հարցնի, ասի որ ոնց եղա։ Ասում լավ էր, բայց ինձնից կարճ էր ինքը։ Ուրիշ բան կասեմ, էլի։ Ուրիշ բան կասեմ, յանի այն իսկական պատճառը չի։ Մամային էլ կասեմ բանը, կասեմ պասվեցին քնգերում։ Տես կասեմ, որ ինձ վրա չխոսա։ Կոստան կարում ես։ Երկրորդ անգամ չենք նայում։ Մի անգամ նայել էլ ռիթերիկա։ Այս վիդեոն ինքը դե հումորային վիդեո է։ Վանաձորից տենց երիտասարդներ են հումորային վիդեոներ են նկարում, Արետ անուն է։ Այրակ Վանաձորից են փաստորը։ Հա, իրենք Վանաձորից են։ Ու ինչն է հետաքրքիր, որ այս վիդեոն շատ sense հակասական կոմենտներ էր հավաքել, որովհետև մարդիկ կային, երևի մի քիչ խափնվել էին այս ֆորմատին, որտեղ որ sense իրենք համեր խոսում են, չէ, իրենց ժամադրության մասին ներկայացնում են, թե ոնց անցավ, հավանեցին, թե չհավանեցին։ Ու նաև երևի այդ հմեկի հին նշանը, հիմիկվա նշանը չէր, որ այդ էլ դրազեր մտածեցին երևի ինչ որ հաղորդում է հայտնվել վաղուց հաղորդում ըստ երևույթի տես կմտածեն, որտեղ հին ֆորմատի տեսք ունի էլի ինքը,
հայտնվել ասենց ռիլերում, հավաքում է դիտումներ, որպես իրական էին իրենք դա պատկերացնում, շատ դիտողներ էլի, եւ գրում էին կոմենտներ, որ ինչպես կարելի է ծաղրել հիվանդ մարդկանց, ասենց բաներ էին գրում։ Ժողովուրդ հումոր է դա։ Հա, բայց ընդհանրապես հումոր էր իրականում։ Նենց որ ինքը որպես հումորային վիդեո մոտ մի քանի միլիոն դիտում էր հավաքել, թիվը արդեն մոռացա, բայց շատ կիսումներ, շատ լայքեր։ Ես նկատել եմ ինքը ռեկում է, այո, ու իրականում շատ լավ մոնտաժ են արել երեխեքը, իրոք բրավո։ Ու կերպարներն էլ տեսնում ես շատ մանրակրկիտ ամեն ինչ, այդպես վիզուալ տեսք, ակուստը ամեն ինչ, թե։ 90-ականների ոչ էր։ 90-ականների 2000-ականների սկզբի սովետ չէր, բայց այն 90-ականների 2000-ականների սկզբի, հա, այդ հատվածներ, որը ասենց բրենդային շորեր չկային, բանով ինչ պատահի ավելի շատ sense հին բաներ էին հագնում շատերը իրանց փոքրացած կամ ուրիշներից վերջրած շորեր էին հագնում անգամ այդ էլ էր տարածված մի քիչ այդ ամեն ինչը խափոսիկ է դարձնում ու մարդկանց ընկալումը փոխում է էրի սա խոսում է նրա մասին որ ինչքան հեշտ է ռիլերով վիդեոներով հիմա էլ արդեն AI-ն է գումարվել մարդկանց խափել շատ շատ նույնիսկ նրանց ովքեր կրթված են առաջի անգամ չեն առնչվում մեդիայի հետ մի խոսքով շատ ամեն ինչ այո այնքան ոնց ասեմ անմիջական ասեմ մարդու գլխին անգամ կարելի է սարքել այդ AI-ի շնորհիվ անկեղծ այնպես որ շատ լավ էլի թերթենք ռիլեր տեսնենք էլ ինչ կարելի է հարցունը այ Տիգրան դու վաֆլի սիրում ես հա ես վաֆլի բանակում էի շատ ուտում հիմա արդեն քիչ եմ ուտում որովհետև ինձ թվում է շատ վաֆլի ուտելը այդքան առողջարար չի էլի շաքարի մեջ Բայց այդքան հետաքրքիր փաստավենիքներ կան այս դարում էլ ինչ վաֆլի հա դե դրա համար վաֆլիները հիմա ձևափոխվել են վաֆլների տեսքով սենց ինչ որ հետաքրքիր բաներ կան արդեն առաջարկները փոխվում է էլի վաֆլու հետ կապված աշխարհում մի վիդեո էլ կա որ ինձ որ բավական շատ դիտում է հավաքել մի հատ ուզում եմ քեզ ցույց տամ թեմատիկ հետաքրքիր ինքը դե ես ոչինչ չեմ նայում սպասում եմ դու ինձ ցույց տաս Սարու ուզում եմ հիշեցնել մեր ձայնը կարևոր է։ Մունեվերսիանից մտնում եք hey vote, ես կայքան ընտրում ենք ու մենք վստահում ում չենք։ Մի րոպե ատևում, բայց հզոր արդյունքա տալիս։ Տեսեք հարթակը փարզա, կարակ կարծակ ծրագրերը ստուգեք տեխնացուներին, իթովեք ուրիշները որ։ Հայրենակիցներ ես ճիշտ որ ասեմ մտել եմ այս կայք, ինքը բավական հետաքրքիր կայք է, որտեղ տարբեր տեսակի հարցումներ կան, որոնց կարելի է մասնակցել տարբեր թեմաներով։ Ես օրինակ կարող ներկայացնեմ այստեղ մի քանի Բարեսան մատնամ ուրեմն այդ կայք Давай vote vote Ով անգլերեն գիտի vote բառը գիտի ոնց գրի Հա, օքեյ Ով էլ չգիտի մենք էկրանին կհայտնվի կտեսնեն Հա, օքեյ Օրինակ կա ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի քաղաքացիների մասնակցություն ընտրություններին իրենք մասնակցեն Հայաստանի ընտրություններին թե չէ ԱՄՆ-ում գտնվող մեր քաղաքացիները օրինակ այդ հարցի հետ կապված անօթևանների ընտրական իրավունք Հայաստանի Հանրապետությունում սոցիալական հարցեր են զինծառայողների մասնակցությունը ընտրական գործընթացին ՀՀ քաղաքացիների արտերկրում քվեարկության կարգը Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների համար մասնակցություն ընտրություններին բոլորը չկարդան, բայց այսպես ինքը սոցիալական ահագին շատ բաներ կա, որը որ մենք մեր ձայնը տալով կարող ենք նպաստել, որպեսզի այդ հարցը ճիշտ լուծում ստանա։ Շատ լավ։ Հենց որ ինքը շատ լավ բան է, ես օրինակ անպայման օգտվելու եմ սրանից։ Շատ հեշտ մեթոդ է քո ցանկություններն ու կարծիքները սոցիալական կարևոր հարցերում արտահայտելու համար։ Okay. Հենց որ սա էլ հա դու էլ ուսումնասիրի, որ մի հատ ավելի լավ իմանանք թե սա ինչ է։ Եվ անցնենք երևի մեր հաջորդ ռիլին, տեսնենք ինչ ունենք, ինչ կհանդիպի հետաքրքիր մեզ, որպեսզի մենք դրա մասին խոսենք։ Թերթում ես դու։ Հա, ես էլ եմ։ Ես էլ եմ թերթում։ Ես սա վաղուց տեսել էի, մի քանի վայրկյանանոց վիդեո է, որտեղ որ սովետական արտադրության 06 մակնիշի Ժիգուլի ավտոմեքենան քիչ է մնում հարվածի Ֆերարիին։ Ու սա հավաքել է միլիոնավոր դիտումներ ու 226,000 սրտիկ 66,000-ից ավել տարածում մի խոսքով սենց օրինակ քո կարծիքով ինչի համար այս վիդեոն որտեղ որ քիչ է մնում թանկարժեք գերթանկարժեք մեքենային շատ էժան մեքենա հարվածի ինչի համար է սա այդքան շատ դիտումներ հավաքել ինչ կարծիք ես Ես իրականում կուզենայի Ֆերարի այդ վարորդի ապրումները Կուզեի Ֆերարի վարորդը լինեի Հա, իսկ մորից Ֆերարի վարորդը լինեի, որի
իմ համար խնդիր չի լինի, եթե ինձ ինչ-որ մեկը խփեր։ Իմ մոտ տպավորությունն է, որ Ferrari-ի վարորդը մեջը չի, այդ մեքենան ուղղակի parking արված է, չի երևում վիդեոյի մեջ, հա։ Իսկ այդ 06-ը ինքը ոնց որ հանգել է, անընդհատ ուզում է խոտ տա բարձրանա վերև, արդյունքում հետընթաց է կատարում ու սանտիմետրեր է մնացել, որ կհարվածի այդ մեքենային, բայց վիդեոյում մենք չենք տեսնում հարվածը տեղի ունենում է, թե չէ։ Այսինքն այստեղ կարելի է գուշակել ինչ ա եղել, ամենայն դեպս ինձ չի հանդիպել տես նյութ։ Երաժշտությունը չէ, սենց Երաժշտությունն էլ սենց հետաքրքիր, հա։ միստիկ։ Իմ կարծիքով համենայն դեպս 06-ի վարորդի համար շատ թանկ կնստեր, եթե հարվածել է, շատ թանկ կնստեր։ Բայց իմ կարծիքով Ferrari վարորդի գրպանի որևէ կերպ չի կպնում դա, Իմ կարծիքով Ferrari-ն այնքան թանկարժեք մեքենա է, որ ամեն դեպքում կպնում է։ Կարող է պատահի Եթե մարդը հնարավորություն ունի Ferrari գնելու, չեմ կարծում, որ ինքը որևէ խնդիր կարող է պատահի ինքը իր բոլոր փողերը ծախսել է Ferrari-ը արել, որտեղ այդ կյանքին իհարկե երազանքն է օրինակի համար։ Ես տես մարդկանց ճանաչում եմ, Ferrari-ի մասին չի խոսքը, բայց հա, օրինակ մարդիկ կան շատ թանկարժեք մեքենա են քշում, բայց իրանք վարձով են ապրում կամ ուրիշ բաների վրա ընդհանրապես չեն կարողանում փող ծախսել, կամ անգամ մեքենան առնում են վարկով, հետո իրենք աշխատում են մեքենայի վարկը փակելու համար։ Իհարկե դա երևի տենց իրական հարուստները տես չեն մտածում, դրանք երբ որ ունենում են նոր արդեն գնային տենց կերթանկարժեք մեքենաներ, բայց ես գտնում եմ, որ եթե հետընթացի արդյունքում մեքենան 06-ը հարվածած լինի Ferrari-ին, իմ կարծիքով 06-ի վարորդը երևի իր տունը ծախել է, տենց տխուրամիտ։ Ես ուզում եմ կարծեմ այնպես, որ Ferrari վարորդը ուղղակի ասել է եղբայր ջան գնա, խղճացել է իրեն եւ Այն հետի սկեչի նման քշի ես եմ, չէ՞ որ պատտվում ասում եմ, չէ՞։ Հա, Հայկո Մկոյի սկեչերից է շատի։ Ցույց կտած։ Հա, որ Զապարոժեսով հարվածում է թանկարժեք մեքենային, հետո երկրորդ անգամը հարվածում, ասում է քշի ես եմ, որտեվ մի անգամ ներել էր, էլի, այս այդ բաներ կարող է պատահի տենց լինի, բայց լավ, ավելի պոզիտիվ բանով այս թեման ավարտենք, որ հուսանք, որ այդ բախումը տեղի չի ունեցել մեքենաների, այդ 06-ը խոդ անգել ու ինքը փոքվել գնացել արել։ Կամ կարող է գիտես Ferrari վարորդը դուրս է եկել ուղղակի մեքենան sense փագել է։ Չէ, չէր կարողանա։ Հազիվ թե։ Ինքն էլ կտուժեր, հա, հազիվ թե։ Ունենք ուրիշ ռի։ Անի նայենք։ Նայենք։ Հայը տեսնենք ինչ կա։ Օրինակ մի հատ բլոգեր կա տղա, տեսել ես, անունը իրա Միտյա, թե Դիմայա, տենց է չեմ հասկանում, իրանք Ռուսաստան Դաշնությունից տեղափոխվել են ռուս են հասկությամբ, բայց ամեն ինչ վաճառել են Ռուսաստանում եւ տեղափոխվել են Հայաստան ապրելու։ Այդ արդեն հետաքրքիր է։ Գիտես ինչի, որովհետեւ ինքը շատ է սիրում հայ մարդկանց, ինքը ասում է շատ բան եկել, մեկ առոտա ձեռնենք, հյուրասեր ենք, չգիտեմ, այդ հայրից ոգեշնչված մարդիկ որոշել են օրինակ տեղափոխվել Հայաստանից։ Դա ուրախալի է լսելը, հա, բայց ինչ են անում Հայաստանում, դա էլ է կարևոր։ Դա ինքը գովազներով է զբաղվում, կարծում եմ համ Ռուսաստանում կզբաղվի, համ Հայաստանում, ինքը այստեղ էլ է շատ գովազներ աշխատում։ Կա ինչ-որ բան, որ արժի դիտել։ Իրանից ինքը, հա, իր էջը բավականին դա տենց բովանդակալից է, դու կարող ես նայել տարբեր տեղեր կճանաչես կիմանաս ինչ կա Հայաստանում կամ արտասահմանում առհասարակ։ Մեկ մենք ռուսներից ավելի շատ բան ենք իմանում Հայաստանի մասին, քան թե մինչև այդ մենք գիտեինք, այդ իսկականից տենց է։ Մի խոսքով, ուրեմն երևի մեր այսօրվա ռիլերը այսքանով կսահմանափակենք, ու քանի որ մենք բոլորս sense դարձել ենք ռիլ նայող ազգ, ռիլ նայող ժողովուրդ, դրա համար մեր դիտողներին կխնդրենք, որ մեկնաբանությունում գրեն, թե ռիլերից ամենաշատը իրենք որը հավանեցին ու ինչու, նաև կարող նշեն, թե ինչու։ Թող նշեն, որ վիդեոները ավելի տենց տոպովի վիդեո, որը ավելի կրինժային, դա էլ է մեզ հետաքրքրում, որ մենք էլ նաև սկսենք դասակարգել, քանի որ այս թեմայի մեջ դեռ շատ ենք խորանալու։ Թող մեզ առաջարկեն թեմաներ եւ ռիլեր հաջորդ մեր եթերների համար, սա մենք կարանք sense հեռուստադիտողներին, մեր դիտողներին, YouTube-ա դիտողներին եւ ռիլեր դիտողներին, ասենք թե ինչ ռիլերի մասին կուզենաք, որ մենք խոսենք հաջորդիվ, որովհետև շատ են, մենակ երկու հոգին դա չեն կարող էլի տենց գտնել, տեսնել, դասակարգել։ Նաև հիշեցնենք, որ կարող են առաջարկել մեզ մեկնաբանություններում, կոմենտներում, թե ում կուզենան տեսնել մեր հաղորդումներում։ Անպայման այդ շատ կարևոր է, որովհետև մենք տարբեր հյուրեր ենք հրավիրելու, իրենց հետ էլ ենք ռիլեր քննարկելու, իսկ նաև իրենցից ովքեր որ հենց ռիլերով են շատ հայտնի, նաև իրենց ռիլերը կարող են քննարկել, կարծում եմ իրենց մեկնաբանությունները բավական հետաքրքիր կլինի այդ հարցում։
Մի խոսքով առիթից օգտվելով բնականաբար սեղմեք like, subscribe, զանգակ կոճակները, որպեսզի մեր հետագա արդեն շատ ավելի բովանդակալից, ավելի ծավալուն ու մեծ հաղորդումները բաց չթողնեք, եւ կարծում եմ, որ այսքան Ամեն մեկ էլ մեզ լավ կզգանքի վերջում։ շոյգած ենք իհարկե։ եւ կարծում եմ, որ համաձայն ես, որ այսքանները Երևան լայվի առաջին թողարկումը։ Կարծում եմ այսքաններ։ Եթե համաձայն ես, եթե երկուսս էլ համաձայն ենք, ուրեմն այսքանով ավարտենք, մինչև նոր Տենք ավարտենք։